Եվ այս ընթացքում ես 3-4 տարիների ընթացքում մենք հաջող ենք բարձրացնել կամ եթե նաև հանդիպումներ են եղել մարդկանց հետ, որոնք եւս շփվում են Քոչարյանների հետ կամ Քոչարյանի շրջանակներ մենք եւ բարձրացնել ենք ասել ենք որ այդ մարդիկ պետք է կողք քաշվեն։ Նրանց ներկայությունը քաղաքական դաշտում միայն օգնում է գործող իշխանությունները ամուր մնալու։ Ինչու՞ ժամանակ որ Եվ իրենք էլ են ասում են հիմա հարց եք տալիս ինչ հիմա նորից ես նույն հորդորն եմ անում որ դուրս եկեք քաղաքականությունից դուրս եկեք բարոնայք Քոչարյաններ Սերժ Սարգսյաններ վստահ եմ որ իրենք լսողը չեն այսինքն ոչ թե միայն դուրս եկեք եւ ծեր ասենք ենթագա ինչ որ մեկին փորձեք ստվերային ձևերով առաջ ոչ դուք կողք կաշվեք աճակցի դերում եղեք նոր չեմ ասում բևերին չեմ ասում չգիտեմ ինչին չեզոք ինչ որ նորից արիթ լինելու ես վստահ եմ որ չեզոք մի հնարավոր ձևաչափ ծնվելու է եւ աճակցեք օրինակ Սերժ Սարգսյանն ասում է ես հավակնություններ չունեմ ով է հավատում իր ասածին էս է խնդիրը եւ ցավալին այն է որ ես վստահ եմ որ այդ մարդիկ այսպես է շարունակելու են ուստի չնայած միշտ մենք փորձը պիտի անենք մենք իրենց պիտի այդ խոսքը ուղենք որ կողք կանգնենք եւ եղեք աճակցողի թերում ոչ թե առաջնորդողի թերում աճակց հերիք եղավ էլի տեսանք ծեր կառավարած երկրի պետության ավարտը ինչ եղավ հանկիստ կողք կանգնեք եւ եթե ուզում եք փոփոխություն բարձա որ այս մարդիկ եթե չեն կողք կանգնում օրինակ ցերնդու է Նիկոլ Փաշինյանի այսօրվա մնալը այս մարդկա ցերնդու է այդպես է երևում ուստի եթե իրենք շարունակեն այս հորդորները չլսել ապա մենք ստիպված ենք լինելու ծևեր մտածելու բարդացրելու որ նրանք արենայից հեռանան անշուշտ դժվարանալու է մեր աշխատանքը բայց դա է լինելու այստեղ շատ կարևոր է որ մեզ կամ մեր նման ուժերին կամ մեր նման շրջանակներին բարեբախտաբար այսօր միայն բևերը չէ որ փորձում է այլընտրանքը ինչ որ պրոտոկոլի շուրջ ինչ որ քաղաքարի շուրջ ինչ որ օրակարգի շուրջ այդ համախմբումը իրականացնի եւ միջայլոց ոչ միայն Հայաստանում հայ ժողովրդի ներուժին ենք նայում Սպիրկ Հայաստան այստեղ դատաբարդված են գործակցելու այսինքն այն շրջանակները որոնք ինչ որ չափով ազդեցություններ ունեն կապեր ունեն եւ միջազգային եւ ներազգային իմաստով լայն շրջանակների հետ կապեր ունեն դատաբարդված են գործակցելու եւ այդ չարաչվա իմ ասած այդ այլընտրանքը ծնելու խնդիրը պետք է լուծենք որի ուղղությամբ հնարավորինս մենք այս օրերին աշխատանք տանում ենք որի շատ փոքր մասն է ես կարող եմ ասել երևում է մեծ մասը չի երևում որովհետեւ ամբիսի աշխատանք է որ կարիք չկա բարձրացնելու որովհետեւ դրանով միայն կվնասենք ընթացքը ուզում ասել բոլորը պետք է իմանան որ այս օրերին մասնավորապես մենք նաև այս գործին ենք լծված օր առաջ ձևավորելու այդ այլընտրանքը այս իշխանությունների այլընտրանքը